Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում ԱՄՆ հայկյանք եւ USA Armenian Live շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի փոխնախագահ Ափո Չապարյանն է։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար եւ բարի գալուստ Հայաստան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Չապարյան, վստահ եմ, որ Սփյուռքում ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին։ Կուզեի ձեր դիտարկումները լսել եկեղեցու եւ իշխող ուժի, նաեւ վարչապետի այս հերրակա բանավեճի շուրջ։ Վարչապետը պահանջում է կտրիչ Ներսիսյանի հեռացումը։ Ինչ դիտարկումներ ունեք։ Շնորհակալություն հարցի համար, հետաքրքիր հարց է։ Ես պիտի չբնթեի, որ բանավեճը վարչապետի եւ Հայաստանից Արաքելական Սուրբ Եկեղեցու աթորը սպաղեցնող կամ ուզուրպատոր հանդիսացող անձի միջև եղած զրույցը, այլ պիտի քրիստոնյա, հայ քրիստոնյա հավատացյալի, որ այնպես գստացի այսօր հայկական պետականության ղեկավարն է, ճուրի երես կպարծացվի այն փաստը, որ մայրաթորը թշպախտապար բռնազավթված է օդար երկրա գործակալների կողմէ, որովհետև ցարական Ռուսաստանեն սկսած միջև սովետական գարկերը եւ թշպախտապար միջև հիմա բազմաթիվ շատ սպիրկահայեր իշարս հայրենի մեր քույրերին եւ եղբայրներին լավապես իրազեկված են այն փաստի մասին, որ այդ երեք ռեժիմների ժամանակ թշպախտաբար միջև այսօրալ Բոլոժենիայի քաղաքականության գործածումը, որ ցարական Ռուսաստանը սկսած է այդ քաղաքականությունը, որ ցևոմը վերահսկողության ներքև վերցնե Հայաստանից Արաքելական եկեղեցին եւ ոչ մեկ, ինչքան որ մենք բաց աղբյուրները արդեն դեղյակ ենք, բացահայտված, ոչ մեկ անձ, որ հոգևորական եղած է, առանց KGB-ի կողմէ, KGB-իշնիկ ագանտուրայի մաս կազմելու, երբեք պաշտոնի բարձրացում չի ստացած։ Սա արդեն պատմական փաստ է, բազմիցս գրտնված, բազմիցս հրաբարակված փաստ է եւ միջև հիմա ոչ մայր աթորի մամլո գծորդը ոչ ալ այն թերագադարները, որոնք այսօրվա թեմային մաս կգազմեն, չեն ժխտած, որովհետև անժխտելի փաստ է։ Ես գողջունեմ այն իրողությունը, որ առաջին անգամ ըլլալով 1991-ի վերանգախացում են աստին, հայկական պետականությունը օժտված է քրիստոնյա հավատացյալ ղեկավարով, հանցինս վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Եվ որպես այդպեսին պետք է ես նաև իմ քննադանքի խոսքը ներկայացնեմ ոչ միայն իմ կողմէ, բազմաթիվ ամերիկահայերու կողմէ, որոնք բարձր կքննադեն այն փաստը, որ պետություն եկեղեցի բայկար չէ սա։ Եվ սա բայկար է եկեղեցին բռնազավթած, հոգևոր արժեքները ոտնահարած, կրոնական գոռումպացված ղեկավարության եւ հավատացյալներու միջև է։ Եւ ադալսեմ, որ այո վարչապետ Փաշինյանը վերջերս եպիսկոպոսներ համախմբեց, որոնք որբեսի միանան Հայաստանից Արաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման աշխատանքներին։ Պետք է շնորհավորեմ, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ հայ եկեղեցու բարեկարգման շարժումը սկսած է Ամերիկայի մեջ 2015 թվին եւ միջև հիմա գործե 2018 թվին, երբ ժողովուրդը արդեն ըմփոստացավ հին ռեժիմականների թեմ, այն ժամանակ ազատությունը մի քիչ ավելի
ասենք շեշտագիտ հարցավ քաղաքացիների մոտ եւ այն ժամանակ սկսավ նոր Հայաստան, նոր հայրաբեդ շարժումը Հայաստանի մեջ։ Եվ նովին կորձով Ամերիկայի մեջ հիմքը տրված հայ եկեղեցու բարեկարգման շարժումը համագործակցություն սկսավ նոր Հայաստան, նոր հայրաբեդ շարժումի հետ եւ հիմա նորմալ է որ հայ եկեղեցու բարեկարգումը որ կենտրոնը Լոս Անջելես է նորմալ է որ իր համագործակցությունը շարունակի եւ հիմնադիրները ինձ մեզ խնդրեցին որ այդ պատկամը բերեն Պարոն Չապարյան, այն բանից հետո, երբ հրապարակվեցին փաստեր, թե ինչ բարքեր են տիրում եկեղեցում բարձրաստիճան հոգևորականների կողմից, ընդհանրապես կան քրեական գործեր հարուցված, որոշ հոգևորականների, որոնք նաև հեղաշրջման կոչեր էին անում նրանց դեմ ուժով իշխանություն զավթելու, զենքով իշխանություն զավթելու, փորձում են ներկայանալ որպես քաղաքալացյալ Հայաստանում, թե իբրև իշխանությունը հետապնդում է նրանց, նաև Կտրիչ Ներսիսյանն իր քայլերով ամեն հաջորդ եպիսկոպոսին կարգալույծի անում, քահանային կարգալույծի անում նրանց, ովքեր որ միանում են փաստորեն այս օրակարգին։ Ինչի վրա է իրենց հույսը, որ այս ընտրություններում ստացվի այնպես, որ իշխող ուժը չկարողանա դառնալ իշխող ուժ նորից իրենք կան իշխանության։ Ոչ միայն իրենք իրենց հույսը դրած են 2026-ի հունիսի 7-ի համապետական ընտրություններին վրա, այլ ոգի փնին կբայքարին Գրեմլի օրագարկը կորզացրելու, որբեսի Գրեմլը չգործնե իր օրբիտեն դուրս շարժվող դեղաշարժ իրականացնող հայկական պետականությունը, որովհետև ըստ երևույթին անցնող 3 տասնամյակների ընթացքին եւ անոր նախորդող 100 տարվա ընթացքին Ատկանալ լավ վարվելագերբ չէ դրսևորված Կրեմլի կողմից թեպի հայկական պետականությունը, սկսած ցարական Ռուսաստանի ժամանակին։ Հետևաբար մեր ցևով, ցևիստական գոչեք, չէ, ցևիստականները ամեն ինչ կնեն, որ իրենց հագապետական եւ հայկական պետականության ինքնիշխանությունը, անկախությունը, պաշտպանությունը չընդունող մերժող իրենց գեցվածքով եւ աշխարհայացքով ամեն ինչ կնեն որ ցախողված pedagogan հարվածի ասենք ցևոմը շարունակությունը ըլլա եւ իրենք դաբալեն ոչ միայն սահմանադրական գարկը այլ նաեւ դաբալեն հայկական pedagoganությունը եւ իջիկ հրճագեն ինքնիշխանության, պաշտպանության, ժողովրդավարության արժեքները ոտնահարեն մեկ խոսքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձնյալ իրավունքը ուրեմն ես հունիս ամսվա ընթացքին ես Սյունիք կգտնվեի երբ այդ ցախող pedagogan հարվածը փորձեցին իրականացնել եւ պետք է ասել որ շատ հստակ փաստ է որ մեղսագիցները գապ չունի թե հոգևորական բարձրաստիճան գրոնական ղեկավարներ են թե բարձ քաղաքացիներ են եւ որ ովևէ բեդության հովանի դակ աբրող բնագող անհատը pedagogan հեղաշրջում կփորձի գապ չունի թե գրոնական է կամ բարձ հասարակության անդամ է բոլորս ենթակա ենք հաշվետվության բադասարության ենթարկմանը ուրեմն ես իրականության մեջ դիզավելի կգտնեմ այս սուդ կերծ ընդդիմության ներառյալ քարեկինաբաշտերը եւ որոնց հերթին իր ամիջական գլանագիցները եզրաս որ Մոսկվայի եզրաս arczepiskopos որ ջանցված է նաեւ KGB-շնիկ Գարոն Ներսեսյան անունով եւ նույնպես իրենց ամիջական գծորդը Արևմտյան Միացյալ Նահանգներու մեջ Հովնան arczepiskopos Տերդերյանը եթե տեսնեք զուգահեռներ կան իրենց վարվելագերբի մեջ եւ իմիջայլոց
2015-ին պետք է նշեմ, որ երբ Քարեկինաբաշտերը գարաչատրեին Արա Աբրամյանի տեխնազությունը հանրապետության նախագահության, նույնպես եւ ագիտացիա իրականացվեցավ նույն ժամանակը Արևմտյան Ամերիկայի արևմտյան թեմեններս։ Իսկ այնտեղ հիմա ինչ հեղինակություն ունի կաթողիկոսը։ Կաթողիկոսը, ես պիտի չսեի կաթողիկոսը, այլ պիտի սեի հայրապետական author-ը բռնազավթած անձնավորությունը եւ իրեն ամիջական մեղսագիցները Հովնան arczepiskopos Տերտերյանը, Մոսկվայի եզրասը եւ մյուս եպիսկոպոսներ եւ arczepiskoposները, որոնք իր ամիջական գլանագիցներն են։ Պետք է ասել, որ ամբողջ Ամերիկայի տարածքին նախ եւ առաջ նշեմ իմ credential-ը։ Ես որպես հրապարակախոս եւ հետազոտող լրագրող պետք է ասել, որ շաբաթվա գդրվածքով ես առնվազն բիդի չսեմ 5000, բիդի սեմ 1000-ը մինչև 3000 ասենք անհատներու հետ գաբի մեջ կլամ լա հերախոսային գաբով, մեսենջերով, իմեյլով եւ այլն եւ այլն։ Եվ իմ ուսումնասիրություններու հիման վրա հաստատ կերպով կարող եմ ասել, որ Քարեկինաբաշտերը եւ հին ռեժիմականները շատ թույլ ռեյտինգ ունին։ Այսինքն իրենց ռեյտինգը չանցնիր 1 կամ 2 կամ առավելագույն 3%-ը Ամերիկայության մոտ եւ նաեւ գիտեմ, որ Սպյուրքի արտերկրի զանազան համայնքների մեջ նույնն է ռեյտինգը, որովհետեւ ժամանակը ըստ երևույթին հին ռեժիմականներին իհագարակ կգործե, որովհետև ներկա ինֆորմացիոն տարաշրջանին, ինչպես որ անգլերեն գսեն, the cat is out of the bag, այսինքն գադուն դոբրագեն թուրս է եկել եւ արդեն քաղաքնիկը հրաբարակված է։ Շատ լավ, Հայաստանում սպասում են ընտրություններ ու այնինչ տեղի ունենում մայրաթոռի շուրջ անկասկած որոշակի ազդեցություն է ունենալու նաև այս ընտրությունների վրա։ Նախկինները փորձում են վերադառնալ իշխանության, նրանք ովքեր որ փորձում են ներկայացնել, թե իրենք նախկինների հետ կապ չունեն, նորից իշխանություն են ուզում։ Ռուսաստանահայ մի օլիգարխ է հայտնվել մեր քաղաքական դաշտում, հիշել է թե ինչ բարեգործություններ կարելի անել, 15 տարի անց կրկեսի շենք են վերան նորոգել Հայաստանում, հիմա իշխանություն են ուզում, որովհետև չգիտեմ ինչքան աշխատատեղեր են խոստանում, իբրև թե այս իշխանությունն էլ ոչինչ չէր արել, չգիտեր դա անելու ձևերը։ Կուզեի ձեր դիտարկումները լսել, ընդհանրապես ինչ սպասել։ Ինձ համար աբսուրդ է եւ միևնույն ժամանակ դրամա կոմեդիա է, որ ռուսաստուկներ դարբեր թիմակներով հանդես կան եւ իրենց հիմնական նպատակը նույնն է։ Հայկական պետականությունը վերացնել եւ Հայաստանը վերածել ռուսական գուբերնիայի, այսինքն ռուսական զայրաքաղաքի, որը շատ համահունչ է ցարական Ռուսաստանի ժամանակվա իշխանությունների հետապնդած քաղաքականության, նույնպես եւ հիմակվա ռուսական դաշնության Պուտինյան Ռուսաստանի, որ ոչ մի կերպ շահագրգռված չեն հայկական ինքնիշխանության, դնդեսության, անկախության, ժողովրդավարության եւ սոցիալ արդարության եւ ընդհանուր, ասենք, հզորացման գործընթացի հետ հաշ չեն այս մարդիկը։ Եվ եթե ինձ նույն հարցը ներկայացնեիք նախքան 2020 թվականի 44 օրյա պատերազմը, այլ պիտի պատասխանեի, որովհետեւ ես ալ իշարս միլիոնավոր հայերու այն դպավորության տակ էի, որ հայկական պետականությունը լավ ձեռքերու մեջ է, ունի հավատարիմ եւ իսկական դաշնակից հանցինս մեր հյուսիսային ընկերներին, բայց բանից դուրս եկավ, որ մենք գործ ունենք թավաթիր չագերդյալ ընկերների հետ եւ նաեւ թավաջանական սուտ գերձ ընդդիմության հետ, որոնք ոչ մեկ գեր բեք չէ աջակցություն ստանան Հայաստանի
ընդրողներից, որովհետեւ չկարողանան վերադառնալ parlamenт, չկարողանան իսկական բեդության հավատարիմ ընդդիմության իրավունքը արևանքել։ Չեք կարծեր։ Այսինքն մենք նաև առողջ ընդդիմության կարիք ունենք։ Իհարկե, դեսեք ազատ աշխարհի մեջ ընդունված գարկը այն է, որ քաղաքացին ընդդիմություն կգադարի լավին եւ ավելի լավին միջև եւ ոչ թե ընդդիմություն կգադարի լավին եւ վատին միջև։ Եվ սա արդեն pedagogan սպառնալիքի ամեն բոլոր նախադրյալները ունի, եթե այսպես շարունակվի։ Հայաստանի քաղաքացին արժանի չէ վադին եւ լավին միջև ընդրություն կատարել։ Պետք է իրավունք ունենա լավին եւ ավելի լավի միջև ընդրություն կատարելու եւ որովհետեւ քանի որ մենք հստակ գիտենք հին ռեժիմականներն ռուսաստրուկյան իրենց կորձելացեվը մտածելակերպը եւ արժեքային համագարկը լեզվամտածողությունը գիտենք որ իրենց հիմնական նպատակը ամեն կերպ խոչընդոտել խափանել հայկական pedagoganության զարգացման նորմալ դեմպը Այո, պարոն Չապարյան, ձեր դիտարկմամբ օրինակ Սամվել Կարապետյանը եւս գործուղված է Հայաստանում, այնպես ինչպես Վրաստանում օրինակ Իվանիշվիլին ժամանակին այդպիսի համեմատական են անցկացնում, նույնիսկ Ռուբեն Վարդանյանի մասով են նշում, այսինքն Ռուսաստանը ամեն դեպքում հույսը չի կորցնում, որ կբերի իշխանության մեկին, ով հավատարիմ կլինի իրեն, իր օրակարգը կսպասարկի, որովհետեւ անկասկած է, որ այսօրվա իշխանությունները տարիներ շարունակ փորձել են այնպես անել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացվի։ Մենք խաղաղության պայմանագիր ենք նախաստորագրել Թրամփի միջոցով, ի դեպ ոչ օրինակ Պուտինի ժամանակին օրինակ այդպիսի բան հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի միջնորդության։ Ոստի ինչ կարծիք ունեք։ Այո, նախ եւ առաջ ես ողջունեմ վարչապետ Փաշինյանի վարչագազմի կորձունեությունը այն առումով, որ ես եւ բազմաթիվ քաղաքականապես հասուն ամերիկահայեր եւ հայաստանասեր ամերիկացիներ այն բարձր նպատակին մեր էներգիան եւ ժամանակը սկսած ենք նվիրակորձել 2020 թվականի 44 օրյան ամիջապես յետքը իմանալով որ այնտեղ մեծ թադարություն մգա Հայաստանի հանրապետության եւ ազատ աշխարհի միջև եւ հատկապես Ամերիկայի միջև ստրատեգիական գաբերի զարգացման բացակայության արդիվ ուրեմն 2021 թվին ես հոդվածակցությամբ հանդես եկած եմ անգլերենով եւ խորակիրը որ Հայաստանը իրավունք ունի իր արտաքին տնտեսական քաղաքական ռազմական դաշինքները բազմազան դարձնել դիվերսիֆիկացիա diversification եւ ադի բավականին լայն ընդունելություն կդավ դարաձում ունեցավ ամերիկյան շրջանակներիներս եւ անգեց առաջ ամերիկյան ռազմաքաղաքական շրջանագի ներկայացուցիչները գսեին մեր զրույցի ժամանակ որ Հայաստանը պետք է հերանա Ռուսաստանին հետո նոր մենք կարողանանք մոդի ասենք սերտ կապեր զարգացնել իմ նմանները իրենց գսեին պետք է մենք ռեալ պոլիտիկը հասկանալով ընդունենք հայկական ռեալ պոլիտիկը եւ պետք է քաչալերենք որ Հայաստանը դառնա ինքնիշխան պետություն եւ իր արտաքին գաբերը տնտեսական ռազմական քաղաքական գաբերը դիվերսիֆիկացիա այսինքն բազմազան դարձնե եւ այդ բարունակի մեջ այդ կոնտեքստի մեջ արդեն նովին կորձով Հայաստանը իրավունք ունենա բոլորին հետ համագործակցելու ավելի հզոր թիրքերը եւ ոչ թե դգար թիրքերը հզոր թիրք եւ որ ինք իշխան ես ուրեմն քո թիրքերը հզոր են եւ որ ուժեղ թիրքերը կփանակցես արաբերակույնս կշայիս եւ որ դգար թիրքերը կփանակցես ուրեմն դանուն գտաս դաշիր սամոն գործուղված է թե ոչ այո ուրեմն այն բահը երբ մենք ագանադես եղանք KGB-ի Կարեկին Գդրիչ Ներսեսյանի գոմե Դաշիր Սամոյի նկարի լուսանգարի իր դիգնոջ հետ վեհարանի մեջ ներկայացումը
ուրեմն մենք արդեն գլխի շատերս սկսան գլխի ինալ, որ սա արդեն նույնիսկ Իվանիշվիլիեն առաջ Իվանիշվիլի մնե, որ գործողված է դեպի Հայաստան, եւ մենք շատ լավ իրազեկված ենք թե իր օրով հեծը հայ էլեկտրա ինչպիսի աղքատ իրավիճակի մեջ էր եւ հայկական pedagogical տնտեսական զարգացման, սոցիալական զարգացման արգելք էր։ Եթե մենք ադի ընդունենք որպես աստանշան, ապա ուրեմն կարող ենք պատկերացնել, որ ինչպիսի մտություն կսպասե հայկական pedagogical, եթե ասված մի արասե սահմանադրական կարգը դաբալի գեղձ ընտրակաշարքներով եւ նաեւ պետք է նշել, որ ես վերջերս իմացա շատ անակստացնող փաստը, որ Արսեն Ղարսլյան անունով իմ կորձընկերները հետազոտող լրագրողներ իմ ուշադրության հանձնեցին այն փաստը, որ ուրեմն ըստ երևույթին Արմեն Ղարսլյանը այն անձնավորությունն է, ես անձնապես չեմ ճաշնակ, բայց իր մասին այս դերակցությունը ստացած եմ ես եւ պետք է որ հայկական pedagogical իրավաբան մարմինները լուրջորեն հետաքրքրվին, որովհետեւ ըստ այդ դերակցություններին բարոն Ղարսլյանը, որ այս լուսանկարի մեջ կտեսնենք, խնդրեմ նաեւ տեսախցիկը առաջ ցույց տա։ Ուրեմն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Կրեմլի կողմէ բարդատրված է իրեն եւ կորձողված է, որ ինքը ֆինանսավոր է հավաքակրե Ռուսաստանա փնակ հայկական անցակիր ունեցող, պասպորտ ունեցող անհատներուն եւ հունիսի 7-ին գայանալիք համապետական ընտրություններուն փերե իր ծախսերով, որտեղ ըստ երևույթին բարոն Ղարսլյանը օլիգարխ է եւ իր նման բազմադասնյակ հայ օլիգարխներ այսպես կորձողված են, որովհետեւ Հայաստան առաջնորդեն համապետական ընտրություններն առաջ, որովհետեւ իրենց առաջնորդած անձին կվերգեն, իրենց կվեն վստահին մեր ցևիսների, ասին հին ռեժիմականների, ռուսաստուկների եւ որոնց հերթին Սամվել Դաշիրսամոն եւ ուրիշ կորձագիցներ Թաթոյանը եւ այլն, ուրեմն սա շատ լուրջ սպառնալիք է եւ ես կմիանամ այն հայորդիներու եւ հայուհիներու առաջադրանքին, որ հայկական pedagogical անպայման օրենք ընդունի, որ առնվազն Հայաստանի մեջ 6 ամիս եթե մեկը չփնակվի, բեք չէ իրավունք ունենա ընդրության մասնակցելու։ Եվ այսպես ներխուժում կատարելով կփորձեն դաբալել սահմանադրական կարգը, ես մանավանդ չի ստացվի իրենց մոտ, որովհետև իրավապահները հուսով ենք կհետևեն ձեր հույսով ենք, այո, որովհետև թվականակը, որ ինձ հուշեցին իմ հետազոտող լրագրող կորձընկերուները, այն է, որ մինչև 100-200 հազար ներխուժում, ներհոսպիտալիզացիայի, ներխուժում Ռուսաստանից։ Այո, եւ իհարկե կապ չունի, թե որ երկրից գալիս են կամ գալու են այդ օրերին, օրենքը բոլորին համար նույնը պետք է լա, անոնք ովքեր դարվա վրա 6 ամիս չեն փնակվիր Հայաստանի Հանրապետությունից, իրավունք պետք չէ ունենան ընդրության մասնակցելու։ Պարոն Չապարյան, ամփոփելով մեր զրույցը, մեր ընդդիմության, այսպես կոչված ընդդիմության նշեմ, որովհետև այն ընդդիմությունը, մենք ունենք նաև առողջ ընդդիմադիր ուժեր, որոնք աջակցում են խաղաղության օրակարգին, իրենց առաջարկություններն են ներկայացնում, հուսով ենք նաև մեր ընտրողները, եթե իշխանությունից ինչ-որ չափով դժգոհ են, գոնե կընտրեն այն ընդդիմադիրներին, ովքեր Հայաստանի պետականության կողքին են, բայց հարցս վերաբերում է նորից նրանց, ովքեր որ փորձում են տապալել Հայաստանի ձեռքբերումները
ձեռքբերումները օգոստոսի 8-ի Միացյալ Նահանգներում ունեցած, ներկայացնելով թե մենք միջանցք ենք տալիս, թե սա խաղաղություն չէ, թե մենք նորից ինչ-որ բաներ ենք զիջում Ադրբեջանին, նույնիսկ այնքան, չգիտեմ, ոնց բնութագրեմ այդ մարդկանց գերիների վերադարձը Հայաստան, փորձում են ինչ-որ առևտրի ձևակերպում տալ դրան, թե ինչի օրինակ այսպես ստացվեց։ Ձեր դիտարկմամբ օրինակ մենք կարող ենք գնալ միջև վերջ ու ստորագրել խաղաղության պայմանագիրը ընդդիմության այսպիսի օրինակ ձևակերպումների ներքո եւ ընդհանրապես ինչ սպասել ինչ ժամկետներում։ Ճիշտ դրա համար է, որ իրենց սդափանություններով եւ հագաբեդական ռոպագանդով առաջնորդվող այս կեղծ ընդդիմությունը պետք է գդրուկ էլիմինացիայի ենթարկվի, քաղաքական դաշտը պետք է մաքրվի, նույնպես եւ լրատվական դաշտը, որովհետեւ ըստ երևույթին երկրորդ եւ երրորդ նահանգները եւ ընդհանրապես իրենց շուրջ հավաքված օլիգարխները ոչ միայն թալանած են հայկական պետականությունը եւ նաեւ սպյուրքը թալանած են, գտանգովի դեղ թրած են, այլ իրենց թալանածը գոկտակորձեն հայկական պետականության դեմ եւ նաեւ հայկական պետականության հասարակության դեմ, քաղաքացիների դեմ։ Հետևաբար շատ լուրջ վերանայման գկարոդի այն միտքը, որ արդյոք եթե մենք Փաշինյանի վարչապետ Փաշինյանի վարչակազմին գող չենք, արդյոք պետք է հին ռեժիմականների օգտին քվեարկենք, որովհետեւ նրանք կան իշխանության, դա արդեն ինչպես որ անգլերեն ասեն Russian roulette-ի վտանգավոր խաղմն է, ես իմ նման հայերը սրտացավ գերբով գոչ կուղենք մեր հայրենի քաղաքացիներուն, որ եթե վարչապետ Փաշինյանի կառավարության հանդեպ դժգոհություն ունին, առնվազն լուրջորեն նկատի ունենան այն գեղեցիկ միտքը, որ կան առողջ ընդդիմադիր ուժեր։ Այո։ Եվ եթե մենք կփափակենք, որ հայկական պետականությունը արագընթաց կերպով առանց հավաղումի զարգացման ճանապարհը, որ բռնած է ավելի, ասենք, խորացնե, ապա ուրեմն մենք կարիք ունենք հավատարիմ ընդդիմության, շինիչ ընդդիմության, որ պետականամետ ամենակարևոր ընդդիմության, որ միշտ ստապ է եւ կարող է պատահի, որ ասենք իշխող գուսակցությունը կարող է բաց թողումներ ունենա, բոլորս սխալական ենք, բայց պետության հանդեպ հավատարմությամբ զինված իրական ընդդիմությունը մեծ ներդրում կրնապերել սրընթաց զարգացման օգտին։ Շատ շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար, հուսով ենք ձեր հաջորդ այցի ընթացքում նորից հանդիպել ձեզ։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Civic AM-ի տաղավարում Միացյալ Նահանգների Հայ կյանք եւ USA Armenian Live շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի փոխնախագահ Ափո Չապարյանն էր, կհանդիպենք։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։